Դուք նույն խմբից եք։ Մեր խումբը բակում սպասում է։ Բակում սպասում է։ Ինչ են անում հիմա խաղի ժամն է։ Բարև ձեզ։ Դուք որտեղ եք խաղում։ Ողջույն երեխեք, ո՞նց եք։ Շատ շոգ է։ Լավ անցնում մանկապարտեզում, սիրում եք։ Իսկ ճաշիկները համով են։ Ինչ ես սիրում դու ուտել, Ալեքսանդր։ Սպաս։ Ոտերդ առաջ ես տանել։ Երբ որ հետ են գնալու, ոտերդ ծալում ես։ Դահլիճն է։ Ամենաերկում ենք Բարև ձեզ։ Այս փուճուրներն են։ Ոնց եք երեխեք։ Ճաշիկ կերել եք այսօր արդեն դուք։ Հա, համով էր։ Ամենան նազանք ենք անում, որ ուզելանը։ Հա։ Հələ ցույց կտակ ինչ եք անում։ Մի հատ սովորեմ ձեզանից, հետո նոր անեմ։ Եվ պետք է գլխկոնձի տամ, հաստատ։ Okay, let's play. Շնորհակալ եմ, որ ցույց տվեցիք ձեր մանկապարտեզը։ Ստեսություն, ցավը տալեմ, Ալինը։ Հա, կողծոք ջան, ելքը կարող։ Ստեսություն, արևս։ Ողջույն երեխեք։ Ոնց եք։ Ես Տիգրանն եմ։ Իսկ դու։ Դու Արտուրն ես, իսկ դու։ Շաքեն։ Շալքե ջան, ողջույն արևս։ Գնանք պատմեք մի քիչ ինչ եք այստեղ անում։ Հա։ Գնացեք։ Այստեղ ինչ է։ Բարև ձեզ։ Սովորում եմ թատերական, որ ճամբարի վերջում մենք Բրեմյան երաժիշտների Ներկայացումն եք խաղալու, ապրեք։ Դուք եք այստեղ դասերով անում եք։ Ձերը ինչ է շատ է։ Դուք երգում եք, այս նույն ներկայացման մասը Բրեմենյան երաժիշտների։ Ապրեք շատ, հաջողություններ։ Ոնց եք երեխեք։ Լավ անցնում։ Ով է նկարչությունը ամենաշատը սիրում։ Սա մեր կավագործության դասասենյակն է։ Մենք այստեղ կավագործություն ենք սովորում։ Իսկ դու ինչ էիր պատրաստել։ Կես ծաղի։ Շատ ապրեք, շատ շնորհակալ եմ, որ ինձ ներկայացրեցիք ձեր ճամբարը, հաջողություն Արտուր, հաջողություն շատ։ Ստեսություն։ Ողջույն, պարոն Կարապետյան։ Ինչպե՞ս եք։ Մենք մի փոքր նվերով ենք եկել ձեզ մոտ։
Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործչի մեդալն եմ ուզում ձեզ հանձնել եւ իրականում այս վերջերս էլ որ Նուրիջանյանի արձանի թեմայով այս գործընթացը տեղի ունեցավ, արձանը տեղափոխեցինք, իմացանք որ դուք եք բնորդը եղել, մենք էլ դա սովորեցինք, հետո մի քիչ նաեւ ձեր պատմության մասին իմացանք։ Ձեր գալը ուրախություն է ինձ։ Մեզ համար էլ մեծ պատիվ է, պարոն Կարապետյան։ Հայրս ինձ ուղարկում է Նուրիջանյանի մասին վիդեոն։ Այդ տեսանյութն է ինձ ուղարկում, ասում է, այս մարդու արձանները ինչի չեք ավելի տեսանելի տեղեր բերում։ Ու այդպես տենց ոնց որ ասացի ճիշտ ես ասում, հասկացանք որ ինքը մի տեղում է, որտեղ որ չի երևում։ Ավտոները արագ անցնում են ու տենց։ Ու որոշեցինք որ պետքա բերենք հենց քաղաքապետարանի դիմացը դնենք։ Լավ մի հատ նախաձեռնություն ունենք այդ միջազգային փառատոնի բացօթյա շատ լավ է, որտեղ մարդիկ կա գումարչում են, իսկ բոլորը օգտվում են եւ հաճույքով եւ շատ գոհ են։ Ամեն այդ մի ներկայացմանը մինչեւ 10,000 մարդ հավաքվում է այգու մեջ, այդ Թումանյանի այգում իրապես շատ բան է ու ես վստահ եմ որ երեխեքը ոգեշնչվելու են դրանից։ Այո, եւ երաժշտություն են լսում եւ պարեն զարգանում են երեխեքը միայն փողոց ու հեռախոսի։ Շատ մեծ գործ է դա, շատ հրաշալի։ Ուրախ ենք որ դուք գտնվեցիք մեր հարկի տակ։ Շատ։ Մենք ենք շնորհակալ, ես եմ շնորհակալ։ Հայտնի վաղուց վաղ խոսք է, չէ, աշխատանքը գեղեցկացնում է մարդուն, այստեղ ոչ միայն մարդուն, այլ նաև տարածքը։ Բնակիչներին պահպանեն, իհարկե պահպանեն։ Իրենց երեխաներն են խաղալու այս խոտերի մեջ։ Մենք մաքրում ենք, բայց մարդկա դժգոհ, մարդկա շատ մեծ շնորհակալություն է հայտնում։ Մենք ուրախանում ենք, որ բնակիչը շատ շնորհակալ է լինում մեր մաքրությունից։ Հոյակալ, լավ, բոլորս ենք գոհ են, բոլորի տեղն կարող խոսալ։ Շատ լավ է, դա մի հատ հաշկ է, մի հատ նորույթ է, որ ահագի վաղ չենք տեսել։ Սա, ոնց ասեմ, ժողովրդի ուրախություն է։ Բարև ձեզ, Երևանի քաղաքապետի համար 133 հանձնարարագրի հիման վրա ծառայության կողմից համապատասխան հսկողություն է իրականացվել ձեր առևտրային օբյեկտում, փորձելու ենք չխոչընդոտել ձեր գործունեությանը, առանձին դեպքերում հարցեր ունենալու կդիմենք ձեզ։ Տեսականում բացակայում են պիտանիության ժամկետները, պարզապես գնապիտակն է նշված, բանրի տեսականի։ Պիտանիության ժամկետը 10:07-ով ավարտվում է։ Վաստուրմա, պիտանիը 0607 2026 թիվ։ Այսօր 14:07 2026 թիվ։ Համապատասխանում է տոպրակները, թույլատրվում է վաճառքի համար, հաշվի առնելով, որ գերազանցում են 50 միկրոն։ Կորդորենք մեր հսկողության աշխատանքների ավարտելուց հետո ձեր կողմից կատարվի ուսումնասիրություն եւ հնարավորության սահմաններում վաճառքի հատվածներից հանվեն պիտանիության ժամկետը անց ապրանքները։ Բարև ձեզ,
Քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի տեղակալն են Վախթանգ Բարսեղյանը։ Առևտրային օբյեկտում պետք է իրականացվի հսկողություն, առևտրի ու ծառայության մասին օրենքով սահմանված պահանջները պահպանված լինելու հանգամանքը պարզելու նպատակով։ Անընթեռնելի է, պիտանելիության ժամկետը չի երևում։ Պատվետավորված 12:26 5 ժամի Ընտրելուց հետո սրա ուրա հիմնականը վրա պետք է լինի ապրանքատ։ Ասենք առանձին դրած է։ Այս սերուն խնդիրն է։ Ու համատարած բոլորի վրա պետք է թեքնիկի։ Ուրեմն նշենք, որ ապրանքատեսականիների վրա պիտանիության ժամկետը չնշելը նույնպես ապրանքը դարձնում է ժամկետանց։ Նայեք 16/06/26 թվականին փաթեթավորված է 1 ամիս անց եւ պիտանիության ժամկետը տեսանելի չէ։ Ու բարձա որ չի կարող 1 ամիս միջամտելուց հետո ունենա ժամկետ։ Խնդրում ենք էլի ձեզ ապրանքատեսականները կամ համալրել փակցնելով համապատասխան ժամկետների վերաբերյալ տեղեկատվություն ապրանքատեսականի վրա, իսկ կոնկրետ ապրանքատեսականներ կա, որ պետք է հանվի վաճառքից։ 0059 համապատասխանում են։ Մեր հսկողության արդյունքում հայտնաբերվել են որոշակի խնդիրներ կապված ապրանքների պիտանելիության ժամկետների կամ չնշելու պիտանելիության ժամկետները, որը առաջացնում է իրավական հետևանքներ Վիվ օրենսգրքի 158-րդ հոդվածով։ Հուզական աջակցության թեժգիծ, ինչպես կարող եմ ձեզ օգնել։ Երևանցու համար ծառը պարզապես կանաչ չէ, դա ամառային արևից բախստվեր է, մանկության հիշողություն, մաքուր օդ, բայց կան բաներ, որոնք մնում են աննկատ։ Երևանի թեղիները հիվանդ են, նրանց ներսում հենց բնի մեջ հազարավոր նեմատոդներ են, փոքրիկ որդեր, որոնք սնունդ են քաշում ծառից կամաց թուլացնելով այն։ Երբ ծառը կորցնում է իր դիմադրողականությունը, սկսվում է հաջորդ փուլը՝ թեղու, տերևակեր եւ միջատների հարձակում։ Նրանք ոչ միայն կերակրվում են տերևներով, զգալի կրճատելով տերևային զանգվածը, այլև ներթափանցում են տներ, առաջացնելով ալերգիկ եւ այլ խնդիրներ։ Այո, հաճախ հարց է հնչում, ինչու չեք բուժում։ Քիմիական բարձր չափաբաժիններով մշակումը նշանակում է թունավոր նյութեր եւ ռիսկեր մարդկանց համար։ Այն անվնաս չէ եւ չի հանգեցնում ձեր եւ իմունիտետը կորցրած ծառերի առողջացմանը։ Մենք փոխարինում ենք հիվանդ ծառերը դիմացկուն եւ ֆունկցիոնալ տեսակներով։ Երբեմն հոգ տանել քաղաքի մասին նշանակում է ոչ թե բուժել հինը, այլ ընտրել նորը։